Բարև։ Ջեյմս Վեբի ինֆրակարմիր տիեզերական աստղադիտակի տվյալներում գիտնականները հայտնաբերել են օբյեկտ, որը կարող է լինել տիեզերքում հայտնի հնագույն գալակտիկան, ու խոսքն ուղղակի ռեկորդի մասին չէ։ Եթե հայտնագործությունը հաստատվի, ապա այդ տիեզերական հրաշքը ձևավորվել է մեծ պայթյունից ընդամենը 90 միլիոն տարի հետո։ Համեմատության համար, նախորդ ռեկորդակիրը հետ է մնում շուրջ 200 միլիոն տարով, սակայն աստղագետները պահպանում են զգուշավորությունը։ Խորհրդավոր ազդանշանը կարող է ունենալ նաև այլ բացատրություն։ Հիշեցնեմ, մեր տիեզերքը անշարժ չէ։ Ժամանակակից տեսությունների համաձայն այն անդադար ընդլայնվում է, իսկ դա նշանակում է, որ հեռավոր գալակտիկաներից երկիր եկող լույսը ձգվում է զսպանակի նման, տեղափոխելով սպեկտրի կարմիր հատվածը։ Այս էֆեկտը ստացել է կարմիր շեղում անվանումը, որքան մեծ է կարմիր շեղումը, այնքան հեռու է մեզանից օբյեկտը ու այնքան խորը անցյալն են տեսնում աստղագետները։ Այս պահին ռեկորդը պատկանում է MOM Z14 գալակտիկային։ Այն հայտնաբերել է նույն Ջեյմս Վեբի աստղադիտակը, ու այդ գալակտիկայի կարմիր շեղումը կազմում է 14,44։ Դա նշանակում է, որ գալակտիկան գոյություն է ունեցել, երբ տիեզերքն ընդամենը 280 միլիոն տարեկան էր, սակայն այժմ առաջատարը կարող է փոխվել։ Աստղագետների միջազգային խումբը մանրակրկիտ ուսումնասիրել է աստղադիտակի տվյալները, ու պատկերներում առկա միլիոնավոր թույլ բծերի թվում նրանք հայտնաբերել են դրանցից փոքրագույնը։ Մասնագետների գնահատմամբ դա կարող է լինել գալակտիկա, որի կարմիր շեղումը կազմում է 32։ Եթե հաշվարկները ճիշտ են, ապա մենք տեսնում ենք այդ հնագույն գալակտիկան այնպիսին, ինչպիսին այն եղել է մեծ պայթյունից ընդամենը 90 միլիոն տարի հետո։ Հնագույն հայտնի գալակտիկայի նոր թեկնածուն ստացել է Կապոտաուրո անվանումը՝ ի պատիվ Իտալիայում գտնվող լեռան։ Ու եթե հիպոթեզը հաստատվի, ապա Կապոտաուրոն MOM Z14-ից հին է գրեթե 200 միլիոն տարով։ Դա համընկնում է առաջին աստղերի եւ սև խոռոչների առաջացման դարաշրջանի հետ։ Սակայն այսպիսի անսովոր հայտարարությունը պահանջում է նաեւ անսովոր ապացույցներ։ Ու այստեղ գիտնականների մոտ կասկածներ են առաջացել։ Բանը նրանում է, որ Կապոտաուրոն չափազանց պայծառ է իր տարիքի համար։ Նրա պայծառությունը համատեղելի է ավելի ուշ ժամանակներում գոյություն ունեցած գալակտիկաների, այդ թվում MOM Z14-ի պայծառության հետ։ Ավելին, նախնական գնահատականները ցույց են տվել, որ Կապոտաուրոյի զանգվածը միլիարդ անգամ գերազանցում է Արեգակի զանգվածը, ու այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Ժամանակակից մոդելների համաձայն այդքան կարճ ժամանակներում, ընդամենը 90 միլիոն տարում, այդքան նյութ ուղղակի չէր կարող կուտակվել։ Որպեսզի գալակտիկան դառնար այդքան ծանր, դրանում առկա գրեթե ամբողջ գազը պետք է վերածվեր աստղերի, սակայն բնության մեջ աստղաառաջացման արդյունավետությունը շատ ավելի համեստ է, 20-ից 30%-ից ոչ ավելի։ Ստացվում է, որ կամ կա տվյալների սխալ, կամ էլ մեր առջև անոմալիա է, որն առայժմ հնարավոր չէ բացատրել։ Կա ավելի տրիվիալ բացատրություն։ Խորհրդավոր ազդանշանը կարող է մեզ հասած լինել ոչ թե տիեզերքի խորքերից, այլ մեր գալակտիկայի ներսում գտնվող օբյեկտից։ Աստղագետները կարծում են, որ Կապոտաուրոն կարող է լինել ոչ թե գալակտիկա, այլ դարչնագույն թզուկ, յուրահատուկ չկայացած աստղ։ Այդ մարմինները ավելի ծանր են, քան Յուպիտերի նման գազային հսկաները, սակայն ավելի թեթև իսկական աստղերից։ Հնարավոր է Կապոտաուրոն ծիր կաթին գալակտիկայում առաջացած առաջին ենթաաստղային օբյեկտներից է։ Դա հարաբերականորեն սառը մարմին է, որի ջերմաստիճանը համեմատելի է սենյակայինի հետ, ու այն իրոք կարելի է շփոթել հեռավոր գալակտիկայի հետ։ Ճշմարտությունը պարզելու համար աստղագետներին անհրաժեշտ են նոր դիտարկումներ։ Ջեյմս Վեբի աստղադիտակը կարող է մանրակրկիտ վերլուծության ենթարկել լուսային սպեկտրը ու տալ պատասխան, արդյոք փոքրիկ բծի հետևում ռեկորդային 5 գալակտիկա է, թե անսովոր հարևան մեր սեփական գալակտիկայում։ Բյուրեղները զարմանալի ներքին երկրաչափությամբ պինդ մարմիններ են։ Դրանց կառուցվածքը նման է խճանկարային նախշի, տարրական բջիջները բազմակի կրկնվում են տարածություններում։ Ամեն ինչ կախված է այդ փոքրագույն աղյուսիկից, բյուրեղի կազմը, ձևը, հատկությունները։ Այդ իսկ պատճառով գրաֆիտն ու ալմաստը երկուսն էլ մաքուր ածխածնից այդքան տարբեր են։ Մեկը թղթի վրա փափուկ հետք է թողնում, իսկ մյուսը կարող է քարծակել, որովհետև երկուսի բյուրեղային կառուցվածքը տարբեր է։ Բայց ինչ եթե բյուրեղները կարող են կրկնվել ոչ միայն տարածության, այլև ժամանակի մեջ։ Այսպես առաջացան ժամանակային կամ տեմպորալ բյուրեղները։ Դրանք կարելի է պատկերացնել անդադար պտտվող G-ֆայլի նման։ Ստրուկտուրան նորից ու նորից կրկնվում է անվերջ շարժման մեջ։ Այս խորհրդավոր օբյեկտների գաղափարը 2012 թվականին առաջարկել է Նոբելյան մրցանակակիր Ֆրենկ Վիլչեկը, իսկ արդեն 5 տարի հետո ֆիզիկոսների երկու անկախ խումբ հայտարարեց ժամանակային բյուրեղների ստեղծման մասին։
Մինչև հիմա ժամանակային բյուրեղների գոյությունը հաստատվում էր միայն անուղղակի տվյալներով, բարդ քվանտային չափումների ու սպեկտրոսկոպիկ հետազոտությունների միջոցով, սակայն նոր ուսումնասիրության ընթացքում ֆիզիկոսներն առաջին անգամ տեսել են ժամանակային բյուրեղը սովորական օպտիկական մանրադիտակով։ Աշխատանքը հրապարակվել է Nature Materials ամսագրում։ Գիտափորձի համար գիտնականները ստեղծել են հեղուկ բյուրեղներով լցված հատուկ ապակյա բջիջներ։ Բյուրեղի հիմքում ծողաձև մոլեկուլներ են, որոնք հոսում են հեղուկի նման, բայց կարող են ձևավորել կանոնակարգված ստրուկտուրաներ։ Սեղմելու դեպքում բյուրեղում առաջանում են խտացված խմբեր ու տարօրինակ կորություններ։ Ֆիզիկոսները նշում են, որ այդ առաջացող օբյեկտները անհնար է վերացնել ու դրանք իրենց պահում են մասնիկների նման փոխազդելով միմյանց հետ։ Ապա սկսվում է գիտական մոգությունը։ Ներկայ նյութով երկու ապակյա թիթեղի միջև լցրել են հեղուկ բյուրեղի լուծույթ ու լուսավորել այն։ Ներկայ նյութի մոլեկուլները փոխել են կողմնորոշումը, սեղմել բյուրեղներն ու առաջացրել նոր կորություններ։ Մանրադիտակի տակ համակարգը հանկարծ կենդանացել է։ Գիտնականները տեսել են վառ, փսիխոդելիկ շերտեր, որոնք նման են վագրի մորթու գունավորմանը ու որոնք ժամեր շարունակ գտնվել են անդադար շարժման մեջ։ Ու չնայած դա հավերժական շարժիչ չէ, քանի որ բյուրեղները սնվում են լույսի էներգիայով, պատեռնը զարմանալիորեն կայուն է մնացել։ Անգամ ջերմաստիճանի փոփոխության դեպքում շարժումը չի դադարել։ Գիտնականները նշում են, ժամանակային բյուրեղի գեղեցկությունը նրանում է, որ գրեթե ոչինչ անել պետք չէ։ Ուղղակի լուսավորել այն ու process-ը կսկսվի ինքն իրեն։ Մասնագետներն արդեն քննարկում են կիրառման հնարավորությունները։ Օրինակ, այդպիսի բյուրեղները կարելի է կիրառել փողերը կեղծելուց պաշտպանելու համար որպես իսկության ունիկալ տարբերանշան։ Իսկ հիմա գիտական անեկդոտ։ Մի անգամ հանճարեղ ֆիզիկոս Փոլ Դիրակը հանդես է գալիս քվանտային մեխանիկայի մասին զեկույցով։ Ավարտելով զեկույցը նա հարցնում է. հարցեր կան։ Ներկաներից մեկը ձեռքը բարձրացնում է. Այո, ես չհասկացա, թե ինչպես դուք ստացաք այս արտահայտությունը։ Դիրակը պատասխանում է. դա պնդում է, ոչ թե հարց։ Հարցեր կան։ Դե ինչ, առայժմ այսքանը, կհանդիպենք։